Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության տեսփանատուն Արժանտինի Հանրապետության մեջ լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 94-րդ թիվը։ Անի հայկականության բաբանման բանջը, Աֆղանիստանի հայերը մորցված ժառանգություն, հայկական այբուբենի զարգացումներու աղյուսակը, խաղաղությունը անկարելի է կառուցել պատմության աղավաղման եւ հարևանի հանդեպ տարածապաշտական մոտեցման վրա, Արթուր Դանիելյան, Թաթիվանք, Արժանտինի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հարկանքի դուրք մատուցեցին հայրու ցեղասպանության զոհերու հիշատակին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության տեսփան Արժանտինի Հանրապետության մեջ դոկտոր Գիլերմո Կարամանյան գկրե հայկական սփյուռքը բնական միջավայր մնե, քանի որ շատեր ծնած են հոն անկախ սերունդ են։ Որոշ մարդոց համար ան անձնական ինքնության անբաժանելի մաս է։ Խոսիլ անոր մասին կնշանակե խոսիլ մեր մասին։ Ան արմատավորված է մեր ներաշխարհի մեջ։ Մեզ մե յուրաքանչյուրը ունի բնական հագումը իր կյանքը կառուցելու արիստոտելական ձևով, այսինքն երջանկություն փնտրելով անկախ պայմաններեն։ Այդ իսկ պատճառով զայն կներարենք մեր առօրյային մեջ կապված մնալով մեր օր վկայող գործունեության այն կողմերուն հետ, որոնք ցույց կտան հայկական սփյուռքի գենսունակությունը։ Սփյուռքը, որ մեզ կշրջապատե, կգալե մեզի հետ, երբեմն կքննադատվի, բայց որը շատերու համար անժխտելի կերպով հպարտության աղբյուր մնե հայ ըլլալու գիտակցությամբ։ Ակնհայտ է, որ այն դպրոցները, ուր մենք սորված ենք կամ ուր մեր զավակները կհաջախեն, մյուս դպրոցները զորս կճանչնան գրեթե իբրև ընտանիք, այն ճաշարանները, ուր կվայելենք մեր ավանդական ուտեստները, ակումբները, ուր կզվարճանանք, հաստատությունները, ուր կնշենք հայրենասիրական տոները, երգչախումբերը, ուր կերգենք, խումբերը, ուր կբարենք, հանձնախումբերը, ուր կգործենք, եկեղեցիները, ուր կաղոթենք, բոլոր այդ նյութական վայրերը, ուր կարտահայտվի սփյուռք հասկացությունը, իբրև միացնող խաղապար հայ ինքնության մեջ կզորացնեն մեր ինքնությունը եւ մեզ զգացնել կուտան, թե մենք հայ ժողովրդին անբաժանելի եւ կորձուն մասն ենք, մեզի շնորհելով ազգային հպարտության զգացում։ Այնուամենայնիվ, այս բնական եւ դրամաբանական զգացումը պետք չէ մեզ մոլորեցնե, երբ կվերլուծենք հայ իրականությունը, սփյուռքի բնույթն ու անոր նշանակությունը քաղաքական եւ իրավական միջազգային համատեքստին մեջ, ինչպես նաեւ այն, թե ինչպես պետք է անթրվի հայկական ազգային շահերուն ծառայելու նպատակով։ Սփյուռքը իրավական կամ տարածքային որևէ միավոր չունի, անբարձրապես փաստացի իրականություն մնե մեր ժողովրդի դեմ գործադրված մեծ ողբերգության արտացոլումն ու հետևանքը։ Հարգելի հայրենագիտներ, նյութը ամբողջությամբ կարելի է կարդալ Western Armenia պաշտոնական կայքեն։ Western Armenia շաբաթաթերթի 94-րդ թիվը արդեն հասանելի է ընթերցողներուն։ Թերթի շաբիգին պատկերված է Անանիա Շիրագացու թիմապատկերը, որը խորհրդանշան է հայ մշակույթի եւ գիտության պատմական արժեքներուն։ Նոր թիվին մեջ տեղ կդածեն շարք ուշագրավ նյութեր, որոնց շարքին են Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի հանդիպումը Արցախահայության հետ։ Շաբաթաթերթը կանդրադառնա նաեւ պատմական նշանակալից իրադարձություններու, որոնք կհիշեցնեն այն ճակատագրական սխալները, որ տեղի ունեցան 107 տարի առաջ, երբ Հայաստանը վերածվեցավ քեր հզորներու շահերու փախման մարտադաշտի։ Այս թիվը կներկայացնե նաև Սոսիկ Եվոնյանի «Մինչ հոգիներու աջուրդը» նկարազարդ գիրքը եւ Արշալույս Մարդիկյանի «Հոշոտված Հայաստան» վեբը։ Western Armenian հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով։ Համշենահայ մտավորական Հուրիե Շահինը գրած է. թուրքական ալիքով այս պահուն Անի քաղաքի մասին հաղորդում կցուցադրվի, սակայն այն ներկայացված չէ իբրև հայկական, այլ թուրք իսլամական, նախապես ալ քրիստոնյաներու քաղաք։ Խոսք չունի մսելու, ալ հերիք է, պատմական ճշմարտությունները մի խեղաթյուրեք։ Անկախ գիտնական Ջոնաթան Լիի հետազոտությունները ցույց կտան, որ Աֆղանիստանի տարածքին 17-18-րդ դարերուն գոյություն ունեցած է հայ համայնք։ Անոնք հիմնական հայկական արաքելական եւ գաթողիկե հավատքով հայեր էին։ Կապիլ քաղաքի մեջ այդ համայնքը ապրել է շուրջ 300 տարի, ունեցած է փոքր եկեղեցի եւ ներգրաված եղած է դեղական առօրյա կյանքին, սակայն 19-րդ դարուն անգլիական եւ ներքին քաղաքական հագասություններուն պատճառով համայնքը աստիճանաբար չեղարկված եւ արտաքսված է Հնդկաստան եւ Պեշավար։ Այս պատմությունը մեզ կհիշեցնե, որ հայկական ներկայությունը Աֆղանիստանի մեջ կարևոր մշակութային եւ պատմական ժառանգություն մնե, որ այսօր գրեթե ամբողջությամբ անհետացած է։ Մելքոն Արմեն Խանջյան գկրե հայկական այբուբենի զարգացումը խորագրով աղյուսակը կպատկերե հայ գրագրության զարգացումը երկար ժամանակաշրջանի, սկսած քարափորագրություններեն մինչև ժամանակակից հայ այբուբենի ձևավորումը։ Գիտական համամիջության եւ նմանատիպ աղյուսակներու համատեքստին մեջ այդ ժամանակացույցը չափազանց լայն է։ Աղյուսակը կհասնի ժամանակակից հայ քիրի ձևավորման մեսրոպական սյունագով, որ կվերապերի Մեսրոպ Մաշտոցի կողմէ ստեղծված այբուբենին։ Ընդհանուր ընդունված տվյալներով Մեսրոպ Մաշտոցի հայերեն
Հայբուպենի ստեղծման ամսաթիվը 405 թվականն է։ Այս աղյուսակը ոչ միայն լեզվաբանական, այլ նաև մշակութահասարակական գործ է, որ գնդկծե հայ քիրի զարգացման շարունակականությունը խոր հնութենեն մինչև ներկայիս ձևը։ Մեր ցևով շարժման համագարկող խորհրդի անդամ Արթուր Թանիելյան կնշե, որ Ադրբեջանի նախագահի խոսքին մեջ Սևանալիջը հնչած է ադրբեջանական անվամբ 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Թանիելյանի խոսքով սա ոչ միայն պատմական եւ գիտական առումով անհիմն է, այլև կհագասե խաղաղության մասին հայտարարություններուն, ուղեկցված պատմական փաստերու խեղաթյուրումներով եւ մշակութային ժառանգության յուրացման փորձերով։ Խաղաղությունը հնարավոր է միայն փոխադարձ հարկանքի, ճշմարտության ճանաչման եւ փարոյական պատասխանատվության հիման վրա։ Պետք է քննադատել երկարաժամկետ խաղաղության նախադրյալները եւ չկատարել Արցախը դանք, որ լավ ապրինք տեսությունը արտաքին քաղաքականության ուղենիշ դարձնելու սխալը։ Թաթիվանքը հայկական արաքելական միջնադարյան վանական համալիր Արցախի հանրապետության Շահումյա շրջանի Թաթիվան գյուղին մեջ Թաթիվան լերան լանջին Թարթար քեդի ցախ ափին։ Պատմական առումով եղած է մեծ կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը, կոչված է նաև Խութավանք։ Պատմական արձանագրություններուն մեջ եկեղեցին առաջին անգամ նշված է Մխիթար Կոշի գոմե, ով որոշ ժամանակ ապրած եւ աշխատած է Թաթիվանքի մեջ։ Վանական համալիրի առաջին շինությունները կառուցված են 9-րդ դարուն, սակայն 13-րդ դարուն համալիրը գիզված է Սելջուկ զավթիչներու կողմէ եւ վերականգնված է ավելի քան 2 տասնամյակ անց։ Վանքի գլխավոր եկեղեցին կաթողիկեն կառուցված է 1214-ին։ Կաթողիկեի հարագից տարածքը կգտնվի 13-րդ դարում միանավ եկեղեցին եւ քավիթը։ Վանքի զանգակադունը եւս կառուցված է 13-րդ դարուն։ Շրջապատված բարձր լեռներով, խիտ անդառներով եւ գիրջերով այս հիանալի վայրը տարածաշրջանի ամենասիրված զբոսաշրջության վայրերեն մեկն է։ 1992 թվականին Թաթիվանքի ազատագրումը Լեոնիդ Ասկալտյանի, Վլադիմիր Բալայանի եւ Արմենակ Աբրահամյանի համատեղ ռազմավարական նպատակներ։ Հյուրերը թիմավորվեցան Հայրու ցեղասպանության թանգարան ինստիտուտի դնորեն Էդիտա Գզոյանի կողմէ եւ ուղեկցվեցան Հայրու ցեղասպանության հուշահամալիր, ուր ներկայացվեցավ հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Թանգարանի դնորենը անդրադարձավ նաև Ծիծեռնակապերտի տարածքի, անցյալ տարավերջի Ադրբեջանի Սումգայիթ, Քանցակ եւ Բաքու քաղաքներուն մեջ ադրբեջանական իշխանության գազམ་ագերբած կոտորածներուն, զոհ կացած հայրու հիշադակին դեղատրված 3 խաչքարերուն եւ Արցախյան Կոյամարտի դարիներուն հուշաբադի թիմացի հատվածը հուղարկավորված 5 ազատամարտիկներու պատմություններուն, շեշտելով գաբը դեղի ունեցածի եւ հայրուն նկատմամբ իրականացված ցեղասպանության միջև։ Արժանտինե ժամանած պատվիրակության անդամները ձաղիկներ տրին անմար գրագի մոտ եւ 1 վայրկյան լրությամբ հարգեցին Հայրու ցեղասպանության անմեղ զոհերուն հիշադակը։ Պատվիրակության անդամները շրջեցան նաեւ թանգարանին մեջ, ծանոթացան մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններուն, քրարումներ կատարեցին պատվավոր հյուրերու հուշամատյանին մեջ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։